խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Բարև պարոն Մամիջանյան, ինչու Դավիթ Համբարձումյանը, ինչու հենց վերջինս իմպիչմենտի գործընթացների շրջանակում արագացվեց նրա շուշ գեներացվող պրոցեսը եւ այսօր ինչ եք ակնկալում, ի վերջո նաեւ ոչ միայն քաղաքական գործիչ է կալանավորված, այլև անչափահաս երեխաների հայր։ Եկեք ես դատարաններից եւ դատարանից սպասելիքներից չխոսեմ, դա անշնորհակալ գործ է, իսկ առաջին հարցին այսինքն ինչու այս ամենը տեղի ունեցավ, դրա երկու պատճառ կա։ Առաջին այն է, որ Դավիթ Համբարձումյանը երկու անգամ հաղթել է։ Եվ դա իրենք չեն ներում։ Հաղթել է, բացի հաղթելուց, անկախ իր բոլոր հարազատների, ազգականների նկատմամբ ճնշումներից, հետապնդումներից, ապօրինություններից, անկախ այդ բոլորից ինքը պայքարել է ու հաղթել է քպել։ Մեկ։ Երկրորդ, հաղթելուց հետո մնացել է աներեր։ Շարունակել է պահպանել իր մոտեցումները, հանուն իր համայնքի, հանուն մեր երկրի, շենացրել է իր համայնքը, եղել է լավագույն համայնքապետերից մեկը ամբողջ Հայաստանում եւ շարունակել է խիստ հստակ ընդդիմադիր կեցվածքով։ Այս պատճառներին գումարվեց նաեւ այն փաստը, որ Դավիթ Համբարձումյանը ունեցավ այդ համարձակությունը քաջ գիտակցելով թե ինչ է իրեն սպասում համաձայնելու լինել պատիվ ունեմ խմբակցության իմպիչմենտի տեխնացուն, հետո նաև մյուս դիմադիր խմբակցությունը միացավ այդ գործընթացին։ ԿՊ-ն վախենում է ուժեղ մարդկանցից, հետևաբար ԿՊ-ն վախենում է նաև Դավիթից։ Ակնկալիքներից չեմ խոսում, մենք խոսում ենք անչափահաս երեխաների ծնողի, հարգված համայնքապետի, հարգված մարդու, հարգված հայի մասին, որևէ կասկածներ ունենալ իր հետ կապված абսուրդային է։ Բայց կասես թե դատարանը իմ հետ նույն կարծիքին չի մինչ այսօր։ Մեկ հստակեցում Համբարձումյանին իզոլացնելուց հետո տեսանք ինչ արագ ստացվեց Մասիսում եկեղեցու շուրջ մեկնարկած փաշինյանական օրակարգի այսպես հաջողությունը, այսպես կոչված հաջողությունը, որովհետև իրենք դա դիտարկում են հաջողություն, ամեն գնով փաստորեն առաջնորդը նախկին չի փորձում լքել իրեն հատկացված տարածքը։ Գիտեք, քանի դեռ կարգալույծ չեն արվել Բեհապար Հայրապետին դավաճանած հոգևորականները, ես շատ սահմանափակ եմ գնահատականների մեջ, բայց կարծում եմ դեմքիցս հասկանալի է, թե ինչ վերաբերմունք ունեմ նման պահվածք ունեցող հոգևորականների հանդեպ։ Ինչքան որ ես գիտեմ, Մասիս համայնքում աջակիցներ այս հրաշքներից որևէ մեկը չի ունեցել, հենց Մասիս համայնքի բնակիչների, պես որ պարոն Համբարձումյանի համախոհները, բնակիչները, որոնք իրեն ձայն են տվել մի քանի անգամ շարունակում են աներեր մնալ մեր Սուրբ Առաքելական եկեղեցու կողքին, իսկ ինչ վերաբերում է առհասարակ գործին, թե ինչ հափշտակությամբ հայոնուք ասեցիք ձևակերպեց այս ամենը։ Դավիթ Համբարձումյանի փաստաբանական խմբի անդամներից մեկը, Տիկին Պապոյանը, բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, թե դատավոր Չիչոյանը թմրանյութի, հրազենի, ապացուցված կիրառմամբ, ծանր մարմնականով նմանօրինակ լիքը ծանրացուցիչ հանգամանքներով նմանօրինակ գործերի պարագայում ինչ վճիռներ է կայացրել։ Հենց Դավիթ Համբարձումյանի պարագայում այդ վճիռը այլ էր։ Հուսանք, որ վերաքննիչ դատարանը մեզ կզարմացնի։ Պարոն այդ գործով դժողներ կան թե չկան։ Ես այդքան մանրամասնի տեղյակ չեմ, բայց այս գործի հետ կապված ոչ միայն դժողներն են իմ կարծիքով որ չկան, այլ նաև այլ պատժվողներ էլ չկան։ Այսինքն որպես այդպեսին այս գործով միակ պատժվողը Դավիթ Համբարձումյանն է, չգիտեմ ոնց է ստացվել, որ որևէ բան չկա, բայց միայն իրեն փորձում են վերագրել կազմակերպիչ ասածները եւ եւս մեկ անգամ, քանի որ մենք քարոզչական պատերազմների դարում ենք ապրում, այն բոլոր տեսանյութերը, որոնք հրապարակել են տարբեր ԿՊ-ական երեսփոխաններ, տարբեր քարոզիչներ ԿՊ-ական, դրանցից ոչ մեկը կապ չունի այն քրեական գործի հետ, որի համար ապօրինաբար հիմա անազատության մեջ են պահում պարոն Համբարձումյանին, ազատություն Դավիթին եւ մեր բոլոր քաղաքացիներին։ Շնորհակալ։ Հարգելի հետևողներ, զրուցում ենք պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, այստեղ Դավիթ Համբարձումյանի լուսանկարներով պաստառներ են բերվել նաև հաջակցություն